Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հարգարժան նախագահ, հարգարժան գլխավոր քարտուղար, հարգարժան ներկաներ, ես ինձ հետ ԵԽԽՎ եմ բերել թե հաջողությունների, թե անհաջողությունների պատմություններ։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակներին Հայաստան պետության հաջողությունները ներկայացնելիս երկրի ղեկավարը նախ եւ առաջ կարևորեց 2018 թվականից ի վեր մեր երկրում անցկացված համապետական եւ ՏԻՄ ընտրությունների ազատ, արդար եւ թափանցիկ անցկացումը, ինչը ըստ Հայաստանի վարչապետի ժողովրդավարության ուղին բռնելու կարևորագույն ցուցիչներից է։ Իշխանությունը Հայաստանում որևէ ընտրություն կեղծելու փորձ անգամ չի արել։ 2018 եւ 2021 թվականների համապետական խորհրդարանական ընտրությունները միջազգային հանրության կողմից գնահատվել են որպես ազատ, մրցակցային, ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող, ինչը ըստ էության մեր պատմության մեջ աննախադեպ էր։ ՏԻՄ որևէ ընտրությունների արդյունքների հետ կապված բողոքի ակցիաներ չեն եղել։ Մի շարք համայնքներում հաղթել են ընդդիմադիր կուսակցություններ, ինչն ըստ էության անհնար էր 2018 թվականի հեղափոխությունից առաջ։ Հենց ժողովրդավարությունն է երկրների անկախության եւ պետականության պահպանման հիմքը։ Շարունակելով իր ելույթը շեշտեց վարչապետը, ում գնահատմամբ հատկապես Հայաստանի դեպքում 44-օրյա պատերազմից հետո ժողովրդավարական արժեքների դեմ տարատեսակ հարձակումներն ու հիբրիդային պատերազմները դարձել են լուրջ մարտահրավեր։ Իհեճուկս այս ամենի ժողովրդավարությունը Հայաստանում վստահելի ձեռքերում է։ Եվ խոսքն այս դեպքում ոչ թե կառավարության, ոչ թե կառավարող մեծամասնության, ոչ թե քաղաքացիական հասարակության, այլ ժողովրդի մասին է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Փաշինյանը վերահաստատեց, իշխանությունը այսօր պատկանում է ժողովրդին եւ հենց ժողովուրդն էլ 2021 թվականի արտահերթ ընտրություններում իր քվեն կրկին վստահել է Հայաստանի այժմյան կառավարությանը, միաժամանակ պատվիրակելով երկրին խաղաղություն բերել 44-օրյա պատերազմի ծանր պարտությունից հետո։ Ժողովրդի այդ պատգամը մենք արձանագրեցինք Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում որպես ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորություն։ Հենց այսպես էլ կառավարության ծրագրում գրված է։ Եվ ուրախ եմ արձանագրել, որ այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված։ Չեմ կարող ասել, որ դա միայն Հայաստանի կառավարության եւ Հայաստանի ժողովրդի ձեռքբերումն է։ Դա նույնքան Ադրբեջանի կառավարության եւ Ադրբեջանի ժողովրդի ձեռքբերումն է։ Եթե այսպես չլիներ, խաղաղություն չէր լինի։ Սա նույնքան էլ Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների ձեռքբերումն է։ Խաղաղության օրակարգից չշեղվելու Հայաստանի պատրաստակամությունն ու վճռականությունն էլ ըստ Նիկոլ Փաշինյանի դե յուրե ամրագրվել է այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի հետ ստորագրած եռակողմ հռչակագրով։ Նախագահ Թրամփը որպես վկա նույնպես ստորագրեց այդ հռչակագիրը։ Նախագահ Թրամփի, Ադրբեջանի նախագահի եւ իմ ներկայությամբ երկու երկրների արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը։ Սա պատմական իրադարձություն է, որ խաղաղություն բերեց մեր երկրին, մեր երկրներին, բայց ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, խաղաղությունը արձակուրդ կամ հանգիստ չէ։ Խաղաղությունը ամենօրյա աշխատանք է։ Խաղաղությունը նորածին երեխային նման ամենօրյա խնամք է պահանջում իր նկատմամբ։ Մեր նորածին խաղաղությունը այսօր արդեն 1 ամիս 22 օրական է, եւ խանդաղատանքով պիտի խնամենք նրան, սիրենք ու հոգ տանենք նրա մասին, որ նա մեծանա, հասունանա, ուժեղանա եւ իրենով ծաղկեցնի հարավային Կովկասի մեր տարածաշրջանը։ Այս համատեքստում վարչապետը ԵԽԽՎ ամբիոնից կրկին անդրադարձավ նաև գերիների վերադարձի եւ անհետ կորած անձանց ճակատագրի խնդրին։ Սա համարելով ոչ միայն Ադրբեջանին հասցեագրված պահանջ, այլև համաժողովրդական հումանիզմի առջև ծառացած կարևորագույն թեմա։ Իր ելույթում Փաշինյանն այնուհետև շնորհակալություն հայտնեց Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության պահից ի վեր մեր երկրին կառույցի ցուցաբերած աջակցության համար։ Ուրախ եմ հեղափոխությունից ավելի քան 7 տարի անց
ԵԽ խորհրդարանական վեաժողովի այս ամբիոնից ասել, որ Հայաստանը այսօր համեստ, բայց ամուր տեղ է զբաղեցնում Եվրոպայի ժողովրդավարական երկրների շարքում։ Բայց սա որքան մեր Հայաստանի ժողովրդի եւ ժողովրդավարության համար սկզբունքային պայքար մղած ուժերի, նույնքան էլ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի, Վենետիկի հանձնաժողովի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Եվրոպայի խորհրդի մյուս կառույցների ձեռքբերումն եմ համարում։ Հեղափոխության եւ ժողովրդավարության արժեքների մասին խոսելիս Հայաստանի կառավարության ղեկավարը կարևորեց նաեւ սոցիալ-տնտեսական ցուցանիշները, ընդգծելով. 2018 թվականից ի վեր Հայաստանի տնտեսությունը աճել է շուրջ 43%-ով։ Երկրի պետական բյուջեի հարկային եկամուտները ավելի քան կրկնապատկվել են։ Կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանը 2018 թվականի համեմատ ավելի քան 40 կետով առաջընթաց է ապահովել։ Բայց հիմա արդեն այս ամենից մեր բերկրանքը ըստ էության պարպվել է, որովհետև նշածս ընդամենը եկել է հիմնավորելու, որ հնարավոր է ավելին, եւ մենք պիտի ձգտենք ավելիին։ Ու սրա համար ահռելի մեծ աշխատանք կա անելու, անկախ դատական համակարգը կայացնելու, հակակոռուպցիոն ամբողջական եւ վստահելի համակարգ ներդնելու, ժողովրդավարությունը թիրախավորող հիբրիդային հարձակումներին դիմակայելու, օրենքի եւ իրավունքի գերակայությունը արմատավորելու, մարդու իրավունքների պաշտպանությունը ուժեղացնելու, պետության նկատմամբ մարդկանց վստահությունը մեծացնելու ուղղությամբ։ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում իր ունեցած ծավալուն ելույթը վարչապետը եզրափակեց պաշտոնական Երևանի աներկբա որոշման վերահաստատմամբ, այն է Հայաստանը շարունակելու է գնալ ժողովրդավարության զարգացման ճանապարհով, վստահ լինելով, որ այս ճանապարհին կլինի նաև Եվրոպայի խորհրդի եւ նրա կառույցների ամուր աջակցությունը։ Դիանա Դավթյան, Free News, Ազատ լուրեր։